դեպքում։ Հաջիևը եկավ Հայաստան, Ռուբեն Վարդանյանի, այսպես ասենք, Այո։ միլիոնավոր դոլարների ներդրումով կառուցված Դիլիջան շտապեց։ Արդյոք կադրերը տեսել եք։ Այո։ Տեսեք, եկեք արձանագրենք, որ ընտրություններից հետո առաջին պաշտոնական պատվիրակությունը օտար երկրյա, որ եկավ Հայաստան, դա Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունն էր, ամենամեծ հակահայերից մեկի Հիկմետ Հաջիևի գլխավորությամբ, եւ Հիկմետ Հաջիևը երևի իր ցանկությամբ ընտրել էր հատուկ Դիլիջան քաղաքը, որտեղ Ռուբեն Վարդանյանը 236 միլիոն դոլարի ներդրում է արել, այն Ռուբեն Վարդանյանը, որ հենց հիմա գտնվում է Բաքվի բերդում մեր մյուս ռազմագերիների հետ միասին ըստ տարածված հաղորդագրության քննարկվել է խաղաղության պայմանագրին վերաբերող դրույթներ, բայց ես նորից եմ կրկնում, չկա եւ չի եղել աշխարհում որևէ խաղաղության պայմանագիր, որ կնքվի կողմերի միջև, եթե կողմերից մեկի ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բերդում։ Նախորդին մենք տեսանք, որ Բաքվի դատարանում ուրեմն բողոքարկվեց եւ բողոքարկումներ գոնե Արայիկ Հարությունյանի մասով ադրբեջանական մամուլը տեղեկատվություն տրամադրեց, բայց թե ինչ եղավ հետո եւ ինչ է տեղի ունենալու եւ ինչ է կատարվելու մեր ռազմագերիների հետ, առ այս պահը մնում է ուրեմն բացարձակապես անհասկանալի եւ չլուծված եւ առ այս պահը Ադրբեջանը շարունակում է բոլոր հարցադրումներին միջազգային կառույցների պատասխանել, որ նրանք ռազմական հանցագործներ են եւ նրանց տեղը Բաքվի բանտում է։ Նրանց ուզածը չայն էր, թեյն էր, որ ասում էին գնալու ենք Բաքու թեյ խմելու, իրենց թեյը Բաքվի բերդում մենք ապահովում ենք մեր ռազմագերիների հարցը պիտի մնա մեզանից յուրաքանչյուրի օրակարգում եւ մենք պիտի շարունակենք բռնել միջազգային հանրության կոկորդը, այն միջազգային հանրության, ով քավոր կանգնեց այս ամբողջ ընտրական process-ին Ուրսուլաների, Կայակալասների, Թրամփների եւ այլն, որպիսի գոնե մեր ռազմագերիների ազատման հարցը լուծվի եւ կանխվի այն մշակութային վանդալիզմը, որը ամեն րոպե տեղի է ունենում Ադրբեջանում, Ադրբեջանը կատարում է ուրեմն օկուպացված Արցախում։ Սա ուրեմն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որ նրանք իրականացնում են հայկական Արցախի հանդեպ։ Այսինքն գերիների վերադարձյալ դարձնում գերի է, չէ՞ պետք է ամենաս փոխանցման հնարավորություն։ Թե պահեին, սնեին, լողացնեին։ Տեսեք, բնական է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնել միջև վերջին գերին, ռազմագերին, այդ թվում երկու մարդասպանների են Գուլիևին եւ Ասքերովին, այդ թվում Ադրբեջանին են հանձնվել առաջին Արցախյան պատերազմի տարածքում հայկական Արցախի հողում զոհված ադրբեջանցիների ոսկորները, ոսկոր առ ոսկոր հանվել եւ հանձնվել է ադրբեջանցիներին։ Եվ նաեւ ես ուզում եմ այստեղ կարևորել, որ ընդամենը օրեր առաջ ԱՄՆ կոնգրեսում ներկայացվեց բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Ես կրկնում եմ, մեր ռազմագերիների հարցը պիտի դառնա օրակարգային։ Մեր ռազմագերիների հարցը պիտի լուծվի միջև այն խաղաղության պայմանագիրը, որը ըստ Ալիևի գնացել եւ շարունակում է գնալ բացառապես ադրբեջանական օրակարգով։ Ուրեմն ես քանի որ իդեպ նաեւ ուզում եմ անդրադառնալ, մենք տեսանք, չէ, որ թե միջև ընտրությունը, թե ընտրական ողջ քարոզարշավի փուլում եւ թե դրանից հետո մենք տեսանք, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը շունչները պահած սպասում Նիկոլ Փաշինյանի հաղթանակին եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մի հատ նողկալի հայտարարություն արեց, ասելով, որ շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին, Ադրբեջանի երկաթե բռունցքը 5 տարվա ընթացքում բուժել է Հայաստանի Հանրապետության
քաղաքացիների 57%-ին։ Պատկերացնում եք սրանց ցինիզմը, պատկերացնում եք սրանց անբարոյականությունը, որ են մարդկանց, ովքեր շարունակում են դեմ լինել այս ռեժիմին, Զուլֆուգարովը եւ նրա քաղաքական իշխանությունը համարում է հիվանդներ, իսկ ովքեր գնացել եւ քվեարկել են այս ռեժիմին, համարում է ադրբեջանական երկաթե բռունցքի նոկաուտի արդյունքում բուժված հիվանդներ։ Սա լինում է այն դեպքում, երբ որ քո երկրի արժանապատվությունը ահա այսպես դրված է լինում սեղանին որպես ուտեստ, որից ով ասես, որ կողամասից ասես, ինչ ուզում եւ պոկում է։ Հիմա քանի որ այս ընտրական Հիմա զուտ խոսելով նաև ընտրությունների մասին, ամփոփելով ընտրության թեման, կրկնում եմ, շատ կարևոր է լինելու ընդդիմության որոշումը, ընդդիմությունը չի պիտի հիասթափեցնի իր ընտրողներին, ինձ համար հասկանալի չեն տարբեր այլևս պատգամավոր դարձած, դեռ մանդատ չստացած ինչ-որ անձանց հայտարարությունները, որ չհամարձակվեք մեզ բրդել փողոց, փողոցը ենթադրում է բախումներ, ենթադրում է արյուն, ես խնդրում եմ այդ ընդդիմադիր ուժին, որի ներկայացուցիչները նման դիլետանտ հայտարարություններ են անում, նրանց բացատրել, որ փողոցային պայքար չի նշանակում բռնություն, չի նշանակում հակաօրինական, հակասահմանադրական որևէ գործողություն եւ չի նշանակում արյուն։ Փողոցային պայքարը նախատեսված եւ պաշտպանված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, նախատեսված եւ պաշտպանված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով եւ միջազգային բոլոր օրենքներով։ Հիմա եթե ձեզ ինչ ասեմ, կրուտի տա կներեք այս բառի համար պետք անելու, որպիսի գնաք մանդատ վերցնեք եւ մի տարի հետո իբր սկսեք Նիկոլի իմպիչմենտի գործընթաց, որի ելքը միանշանակ պարզ է, ուղղակի խնդրանք մի վիրավորեք ձեր ընտրողների արժանապատվությունը, ձեզ ընտրել են արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն ինչ հասկանում են, պարզապես ասեք, որ փողոցային պայքարը դուք այս փուլում համարում եք անիմաստ եւ ճիշտ եք գտնում մանդատները վերցնելը, ազնիվ եղեք ձեր ընտրողների